Ես Գևորգ Պապոյանի արած գործողություններից ոչ գլուխ եմ հանում, ոչ էլ պատկերացնում եմ։ Սպասելիքներ դե ինքն է հələ որ այդ գործով զբաղվողը տենանք ինչ կլինի։ Իսկ ծանոթները ում եք ովքեր զրկվել են ովքեր արդեն։ Ոչ չէ։ Ես այստեղ տղաներից հաբա ոնց։ Դե մենք էլ որ գնանք էլի զրկվելու ենք էլի։ Վարորդներ կան, որոնք 130 օր արդեն հիմա անցել է։ վարորդներ կան, որոնք հիշում են, որ իրենց ֆերմատարները վարկով են գնել, այս պարագայում պետությունը Դե բա մարդիկ, դե եթե սա առասնի վատ բան չի լինի, ինչ է եղել։ Բա մենք այս պետության համար ենք աշխատում, պետության մարդ ենք։ Մեր սաղ աշխատանքը այս պետության հետ է։ Այս մի քանի օրվա ձեր ակցիաների ընթացքում կառավարության կողմից գործում քայլեր նկատել եք, որևէ արձագանք։ Ես ճիշտն ասած կառավարությունից միշտ էլ մտածում եմ, որ պետք է ինչ-որ մի դրական բան լինի։ Հələ տեսնենք, էլի չենք իմանում։ Ինչ-որ մեկը պետք է դուրս գա, տրանսպորտից հասկացող է պետք։ Երեխեք ջան, այնպես չի որ այս գործ ասենք մենք չպետք է գան կանգնենք ստեղ։ Մենք ինչ իրավունք ունենք գան կանգնենք ստեղ։ Մեզ պետք էլ չի որ մենք գան կանգնենք ստեղ։ Մենք պետք է գնանք ռեսի։ Ոչ թե մնանք տանը։ Մենք տունը պետք է մնանք շատ-շատ 3-ից 4-5 օր, հա։ Ու գնանք ռեսի։ Մենք ինչ գործ ունենք մնանք ստեղ, մի հատ էլ գանք ակցիա անենք կամ ասենք խնդրենք, ասենք եկեք մեր հարցով զբաղվեք։ Կոնկրետ մեկը պետք է Պապոյանը կլինի, Պողոսյանը կլինի, ով ուզում ա լինի։ Մեզ պետք էլ չի ասենք վարչապետն ով է։ Գործին մարդուն եթե դնում են գործի, ուրեմն պետք է մարդ իր գործը անի, այնց ոնց որ ճիշտն է։ Այսինքն գործիցը պետք է հասկանաս։ Ոնց որ ինձ ասես Գարիկ ջան, արի գնա լրագրող աշխատի, կարամ, չեմ կարա, բա կամ անալ գինիանունը գիտեմ, կամ գնամ բան։ Այդ ինչ են ասում։ Պարոն Պապոյանը մոտեցել էր, ասաց, որ բարձր մակարդակով զբաղվում են այդ հարցով։ Դե որ բարձր մակարդակով զբաղվում են, շատ էլ լավ են անում, մենք էլ ընդունում ենք իրանց ասածը, բայց չենք տենում։ Հիմա ես մտածում եմ, եթե Պապոյանը կասի ինձ, Գարիկ ջան, դու արխային գնա, քեզ ոչ մեկ դեպորտ չի անի, քո երեխան սոված չի մնա, աղբյուր ջան, դու շոֆեր տղա ես, ուրիշ ոչ մի բան չես կարող անես։ Ես մենակ շոֆերություն եմ կարող անում։ Ժամանակին շատ բաներ եմ արել, բայց այսօր մենակ շոֆերություն եմ կարող անում։ Եթե իմ երեխան հաշ շուտի, ոնց կլինի, տես կլինի, չի լինի։ Նամակի բովանդակության մասին ինչ նամակ եք հողում Հետ Գրիգորյանին։ Չէ, ճիշտն ասած չգիտեմ, նամակի մասին խաբար չեմ, չգիտեմ։ Իսկ եթե այնուամենայնիվ ձեր Չեմ էլ խնդիրը պատկերացնում, չլուծվի։ երեխեք ջան, գործին, այս գործին, խելքը գլխին մարդ է պետք։ Խելքը գլխին, այսինքն մեր մեջից ինչ-որ մեկն ու մեկը, թեկուզ տրանսպորտիկ, ինքը պետք է լինի տրանսպորտիկ։ Պետք է այս վարորդների գործով զբաղվող մարդը լինի տրանսպորտիկ, որ այդ մարդը կարողանա այս գործին ինչ-որ լուծում դնի։ Մեզ էլ է ղեկավար պետք, այդ ղեկավարի հետ ինչ-որ մեկն էլ է պետք, որ կանգնեն այս գործին հարցին լուծում դնեն։ Էսի պետության հարցը, էսի մեր թաղի ջրի հարցը չի, որ գնանք թաղի ժողովրդով հավաքվենք, տրուբա առնենք, ջրի հարց լուծենք։ Էսի պետության հարց է, էսի եթե պետության համար մենք չաշխատենք, չգնանք ցորենը չբերենք, մյուսը չբերենք, մեր պետությունը սոված կմնա։ Եթե մտածում են ինչ-որ, մտածում են մարդիկ, մտածում են որ պետք է վրացին բերի, ռուսը բերի, ինչի համար է ռուսը բերի կամ վրացին բերի։ Թող մեր հայը աշխատի, որ ձեր ասացի պես ասում եք մարդիկ վարկով են մեքենաները վերցրել, կարողանան այդ վարկերը տան։ Կառավարության անդամների շարքում տեսնում եք ձեր ասած խելքը գլխին մարդկանց։ Խի չէ որ մենք մեր Հայաստանում, մեր հայերի մեջ մենք սաղսը գիտակենք։ Ում միջոցով եք տեսնում։ Այնց մարդ, որը որ կարում է այս տրանսպորտի հարցով զբաղվի ու կամ ու կանի ճիշտ։ Ոչ թե կասի։ Եթե այնուամենայնիվ չլուծվի, ինչ եք պատրաստվում անել։ Պատրաստվում ենք, ինչ պետք է պատրաստվենք։ Ձեր գործընկերներից մեկը նշեց, որ ճանապարհ կփակեք, գործադուլ կանեք։ Երեխեք ջան, ուրեմն գործադուլ անենք, ճանապարհ փակենք, մեզ էտի ոչ պատիվ է բերում, ոչ էլ էտի մեր խելքի բանն է։ Մենք պետք է մեր հարցին պետք է մի հատ լավ նորմալ մարդ դուրս գա, ասի ժողովուրդ ջան, սաղդ էլ հանգիստ հել է գնացեք, ձեր արած գործնես գործա, մենք այսօր բացի շոֆերությունից ամեն ինչ անում ենք։ Բոլոր թղթաբանությունները մեր վրա է։ Մենք այսօր սա մեր թղթաբանությունները մենք ենք անում։ Մենք բացի շոֆերությունից ամեն ինչ անում ենք։ Ու ես ուզում եմ միշտ մտածեմ, էլի, ասենք այդ 90 օրը կամ այդ 170 օրը, ով է մտածի, ասենք, ինչ 170 օրվա մասին է խոսքը։ Երեխեք ջան, մենք գնում ենք այնտեղ, ժամանակ ա եղել, որ ես 40 օր, 45 օր կանգնել եմ Վլադիկավկազում, հերթ եմ սպասել։ Հիմա դեմն էլ ձմեռ է։ Բռնենք թե ճանապարհը փակվեց, ու ես մնացի Մոսկվայում։ Օրինակի համար Ռուսաստանը մնացել եմ Վլադիկավկազում հերթի մեջ։ Այդ ինչ որ մեկն ու մեկը դնելու է բան անի հաշվի, այդպես բան չեն անում։ Մեզ պետք է ընդհանրապես չնեղացնեն, որովհետև մենք արդեն նեղացած ռուլին փորձանքը ձեռններներս, այդ եկամիլիոնավոր ապրանքը, չհաշված այդքան մեծ ավտոն,
վերցնում գնում ենք ճանապարհ, գնում ենք, բերում ենք, որ այս մարդիկ մեր երեխեքը, դուք, սաղս ուտենք, չէ՞։ Մեր համար ենք այդում բերում, մեր երկրի համար ենք բերում։ Կներեք, իսկ Հաջան, մենք ինքներս մեզ, բանեղություն չի, բայց եթե գնաս ճանապարհին կանգնես, 10 օր ասենք կնես տեղ լինես, որ ոչ լողանալու թեմա լինի, ոչ զուգարանը լինի նորմալ, ոչ ուտելու տեղը լինի նորմալ, բայց դա նեղանալ չի։ Դու քեզնից արդեն նեղանում ես։ Դու գիտես մեր գործընեց հալած, թափած այդ հիմա չէ, ցավը տանեմ։ Մեր գործը որ լավն լիներ, այս կառավարության բոլոր անդամները ոչ թե կեթային դեպուտատ կդառնային, կեթային ֆուրի շոֆեր կդառնային։ Ու միշտ ասեմ, երեխեք ջան, լուբոյ գործի մեջ մարդը ինքն իր մասնագետը պետք է լինի։ Այսինքն դու եթե ընտրել ես քո մասնագիտությունը լրագրողի, ուրեմն պետք է լինես ճիշտ լրագրող ու բացահայտես այն բաները, որը որ պետք է։ Ես շոֆեր եմ, չէ՞, սպային։ Այս պայն ես վարորդ եմ աշխատում։ Ուրեմն ես իմ ծառայությունը պետք է կատարեմ, այնպես ոնց որ ճիշտն է։ Այսինքն դու ոնց ես պատկերացնում ճիշտը։ Եթե ես օրինակ ես մեր ասենք այսօր որ մարդիկ նստում են, նախարարներ են նստում, դեպուտատներ են նստում։ Եթե մարդը նստել է իր գործին, ուրեմն իր գործը պետք է անի ճիշտ։ Ճիշտ պետք է անի ինքը իր գործը, հասկանում եք։ Ես այդքան եմ պատկերացնում ու միշտ պատկերացրել եմ սենց, որ պետք է գործին մարդը ով որ կա, այդ մարդը պետք է իր գործի վարպետը։ Ոչ թե ես անալգինից հասկանում եմ, ինձ տարեք դրեք բան, ասենք դեղագետ եմ ես, գետամ դեղագետ դառնամ։ Կամ ասենք օրինակի համար մի ուրիշ բանից չի լինում։